Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9-1 TV YouTube-յան ալիքում ու ինչպես տեսնում եք, այսօր մեզ հյուրընկալել է մեր շատ լավ ընկեր Վրաստանի Թիֆլիսա վիրահայ հասարակական գործիչ եւ Վրաստանի հայ համայն կազմակերպության նախկին նախագահ Արտուր Միրզոյանը։ Ողջույն Արտուր ջան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ու այսօր մենք կրկին առանձնացրել ենք մի քանի աշխատություն, որոնց շուրջ փորձելու ենք զրուցել, հասկանալ պատճառները։ Այդ աշխատություններն են, ինչպես միշտ, այսպես ասած, մեկ գեղարվեստական դա լինելու է Կոստանդզարյանի նավը լեռան վրա աշխատությունը եւ եւս երկու ավելի փաստավավերագրական աշխատություններ, որոնք վերաբերվելու են Հայաստանի առաջին հանրապետությանը 18-20 թվականների եւ մասնավորապես Արամ Մանուկյանի դերին առաջին հանրապետության կայացման մասում։ Ինձ թվում է մենք երևի բայց մինչ այդ հաշվի առնելով որ մի քանի օր առաջ ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցներ ես կուզեմ Արտուր ջան մինչ առաջին հանրապետության մասին եւ դրանում Արամ Մանուկյանի դերի մասին խոսել սկսելուց ներկայացնես նաեւ Արամ Մանուկյանի գործունեությունը հենց 1915 թվականին, որովհետեւ բոլորին էլ հայտնի է որ ինքը մեծ դեր է ունեցել նաեւ Վանի ինքնապաշտպանության մարտերում։ Այո, բոլորս տեղյակ ենք, որ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Արամ Մանուկյանի շնորհիվ իր այս խիզախության եւ մարդկանց կազմակերպելու հնարավորության շնորհիվ մենք կարողացավ հայը այդտեղ, այսինքն փրկվել եւ իր շնորհիվ փրկվեց մոտ 200,000 հայ եւ դա իրոք իր այս դերը Վանի ինքնապաշտպանության մեջ բավականին շատ լուրջ էր եւ ցավոք սրտի պետք է նաեւ ընդհանուր նշենք, ես ինչքանով հետեւում եմ ու տեսնում եմ, որ Արամ Մանուկյանի դերը այսօրացությամբ հայ ժողովրդի մեջ, երիտասարդության մեջ այդքան էլ միգուցե ծանոթ չի։ Լուսաբանված չի, հա, իրավասու։ Այո, որովհետեւ երբ հետեւում ես, միգուցե դա դեռ սովետական միության ժամանակներից է գալիս, տաբու էր դրած նման մարդկանց վրա եւ ոնց որ թե երիտասարդությունը այդքան տեղյակ չի ինչ դեր ունի կատարած Արամ Մանուկյանը իր շատ կարճ կյանքի ընթացքում, որովհետեւ գիտենք որ ինքը մահացել եւ այս ցեղասպանության ընթացքում ինչքանով են կարողացել կազմակերպել Արևմտյան Հայաստանում ժողովրդին, որ այսօրվա դրությամբ ավելի ու ավելի շատ նոկալի եւ ավելի ու ավելի շատ կորուստներ մենք ունենայինք ցեղասպանության ընթացքում։ Այս մասով գիտես ինչն է հետաքրքիր, մենք նախկինում ենք այս թեմայով շատ զրուցել, որ այն հիմա ինչա օրինակ քարոզվում, հա, այսինքն խաղաղասիրության այդ անվան տակ մեզ պացիֆիզմ են հրամցնում, այսինքն ինչքան էլ ձեր հանդեպ հարևանը ուզեք թշնամին հակառակորդը ագրեսիվ է դրսևորում, ոչ դուք փորձեք այդ խաղաղություն, բայց այդ խաղաղության տակ մենք հասկանում ենք որ պացիֆիզմ է ու կոնկրետ Վանի ինքնապաշտպանությունն էլ հենց ցույց տվեց, որ ընդհանուր ամբողջ 15 թվականի իրադարձությունները հայ ցույց են տալիս, որ այդ հայկական պացիֆիզմը ինքը որևէ տեղ չէր տանում։ Այսինքն նույն Թուրքիայի կողմից ցեղասպանությունը իրագործելուց որևէ sense զտում կամ ֆիլտրացիա չի եղել, որ այ այսինչ շրջանում կամ այսինչ քաղաքում հայերը ավելի խաղաղասեր են, հնազանդ են, եկեք իրենց չկոտորեն կամ չտեղահանենք, իսկ այս մի ուրիշ տեղ ընդհակառակը ավելի ագրեսիվ են, եկեք նրանց դեմ չգիտեմ զորք հարկենք։ Զորք ամեն տեղ էլ գնացել է, բայց այն վայրերում, որտեղ դիմադրություն է եղել, նախ առնվազն այդ մարդիկ փորձել են ներեք ինչ որ պայքար ցույց տալ, հա, դիմադրություն ցույց տալ եւ շատ դեպքերում, այս մասնավորապես Վանի դեպքում էլ մենք գիտենք, որ դա հաջողել է, այսինքն ռեալ արդյունք ենք տեսել, որ որոշակի քանակ ոնց նշեցիք, մոտ 200,000 մարդ կարողացել է խուսափի այդ ոչիրից ինչ տեղի ունեցել բազմաթիվ շատ եւ շատ այլ հայկական նահանգներում։ Այո, միանշանակ պատմությունն է դա փաստում, որ այնտեղ որտեղ որ մենք միավորվել ենք, միասնական ուժով հասկացել ենք, որ պետք է փրկվենք, պետք է պայքարենք, հակառակ դեպքում մեզ ուղղակի մորթելու են, այդ շրջաններում մենք փրկվել ենք։ Եվ դա փաստ է, այսինքն առանց պայքարի քեզ ու մեկը մորթելու են։
Եվ եթե դու պայքարում ես, դու ունես շանս նրա, որ դու կփրկվես։ Եվ Վան ինքնապաշտպանություն դրա վառ օրինակն է, որ այսինքն մենք կարողացանք այդտեղ փրկվենք եւ Արամ Մանուկյանի ջանքերով այդ կազմակերպվածության շնորհիվ մենք կարողացանք այդտեղ փրկվել։ Եվ այսօր էլ երբ որ մեզ քարոզում են, որ մենք պետք է հնազանդվենք որոշ հարցերում, մոռանանք որոշ բաները, զիջենք որոշ հարցերում, ախր երկար ժամանակ չի անցել, անցել ընդամենը 100 տարուց մի քիչ ավել, եւ մենք ոնց որ թե փորձում են մեզ տանեն դեպի նրան, որ մենք այդ ամենը մոռանանք, դասերը, որոնք քաղեցին որոշ մեր սերունդները, այս ամենից այս դասերը մենք մոռանանք եւ նորից գնանք դեպի ոչնչացման ուղի եւ ոնց որ թե ենթարկվենք այս ամենին։ Ասեմ ավելին, ոչ միայն 100 տարվա դասեր, այլ ընդհանրապես մի քանի տարի առաջվա դասերը կամ օրեր առաջ այդ Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման թեման էլ ընդհանրապես փորձում են իշխանությունը օրակարգ չբերել, կրկին էլի այս հնազանդության ու պացիֆիզմի այսպես սկզբունքով, իհարկե էլի դա փաթեթավորվում է որպես բարի դրացիություն կամ խաղաղություն, հարևանները դա հարաբերություններ, բայց մենք հասկանում ենք ու այստեղ ես կուզեմ առաքել մենք գանք Կոստան Զարյանին, այսպես ասած դու որպես այդ ոլորտի մասնագետ, թե ինչու մենք չպետքա օրինակ դա մոռանանք կամ ինչու անգամ Ստեփանակերտում ոչնչացված մեկ հայկական եկեղեցին պետքա օրակարգում լինի։ Ես մի քիչ մի փոքր ավելի հեռվից գամ, համաձայնվելով որոշակիորեն ձեր հետ, իրականում շակերտավոր այլընտրանք կա ձեր ասածին չպայքարելու, որովհետև էլի կային որոշակի հայկական գյուղեր, որոնք որ մահմեդականությունը ընդունեցին, դարձան թուրք, ու իրանք մեխանիկորեն փրկվեցին սման։ Հիմա էլ է առաջադրվում այդպես այլընտրանք, մոտավորապես առաջադրվում է, ասում է, հա, բայց ինչ խնդիր է, դու կարաս մոռանաս քո ինքնությունը ու հանգիստ ապրես, որն է խնդիրը։ Բայց դա ուրիշ հարց է առաջանում, ասում եմ, եթե ես մոռանեմ իմ ինքնությունը, էլ ինչ իմաստ ունի ստեղ ապրելը։ Աշխարհում ցանկացած երկիր կա, ես կգնամ այդ երկրում կապրեմ։ Որտեղ տնտեսական ու սոցիալական վիճակները ավելի լավ են։ Բանանեմ, իմ ինքնությունը մոռանամ, եթե ինքնությունը, պատմությունը, հիմա վերադառնանք նավը լեռան վրա, ինքը սիմվոլիկ վեպ է, ճիշտ է, հիմա մի հատ ինքնամ խոստովանություն անեմ, որ որպես տեքստ այդքան դուրս չի եկել որպես գրական ստեղծագործություն, բայց որպես գաղափար ինքը հայրուն գաղափար է, որովհետև այդտեղ նշվում է, թե որն է հայի առաքելությունը ու համեմատական անելով Նոյի լեռան վրա ազգի ջրհեղեղից հետո ազգի վերածնունդը։ Հիմա ցեղասպանությունից հետո մենք ոնց կարողացանք վերականգնել։ Ով է հայը, հայի ինքնությունը ու հայը արդյոք պետք է բարձր գաղափարներ ունենա, թե ինքը պետք է ուղղակի հարմարվի օրվա այդ քամիներին ու որտեղ չի քամին ինքը դրանով գնա։ Հիմա սա է ինքը այդտեղ կուզեմ ասեմ, որ դուք պատկերացրեք ցեղասպանությունից հետո 1.5 միլիոն կորցրած համաճարակներ, երկրորդ համաշխարհային մաշված երկրներից որբեր գաղթականներ, ինչ է ամեն դժբախտությունը մարդիկ իրենց մեջ ուժ գտան, հանրապետություն ստեղծեցին, հիմա տարբեր սխալներով, անփորձությամբ, ամեն ինչով ու կարողացան, ինչ ասեմ, որոշակիորեն պահել այդ հանրապետությունը։ Ու ժողովուրդ ջան, դրանից հետո էլ էս մեր հիմա այս հանրապետությունը ինքը շարունակությունն է նախորդ, եթե այդ չլիներ, մի հատ այսպիսի հետաքրքիր բան դիտարկում անեմ, որ ավելի հետո կմոտենանք քո մասնագիտական բանին, որ սովետական միությունը որ ստեղծվում էր, իրենք Անդրկովկասի հանրապետությունները փորձում էին չեզոքացնեին, դրա տեղը մեկ ֆեդերացիա։ Չէ, դրա տեղը ստեղծեին Չեչնիա, Դաղստան եւ Ինգուշետիա հանրապետությունները, որովհետեւ բնակչությունը նույնն էր, եթե չեչենները, ինգուշները եւ դաղստանցիները, դաղերը նույն քանակի բնակչության առումով։ Այսինքն ինչ տարբերություն։ Բայց տեսան, իրանք էլ տեսան, համոզվեցին, որ այդ պայքարի ոգին այդ երեք հանրապետությունները ստեղծեցին։ Այսինքն հիմա հրաշք կարող է տեղի ունեցալ այդ պահին, կարող հակառակը լիներ։ Մենք այսօր լինեինք ինչ-որ մի հատ մարզ, բանը, մյուս երեք Չեչնիան առանձին հանրապետություն ու ստեղով ինչ կարամ ասեմ։ Մենք շատ հետաքրքիր ճակատագրական նմանություն ունենք
վրացիների հետ, բայց զարմանալիորեն մենք մեր վրա ենք փորձարկումները սովորում, իսկ իրանք քաղաքականապես ավելի հասուն են։ Քաղաքականապես շատ ավելի հասուն են ու իրենք այդ իրենց հասունությամբ իրենք կարողանում են հենց իրենց ազգային գաղափարները առաջ տանել։ Իրենք էլ այնպես չի որ կորուստներ չեն ունենում, բայց իրենք կարողանում են այդ առանցքը պահելով առաջ գնալ։ Ու մեկ էլ շատ կարևոր թեմա կուզեմ խոսել, էլ թվում չեմ անի, որովհետև դա այն մասնագետներին, թե արդյոք ուրանալով հնարավոր է ինչ-որ բան պահել, այսինքն ինչ-որ քո ինքնասիրությունը ոչնչացնելով, քո պատմությունը ուրանալով հնարավոր է ավելի լավ վիճակում հայտնվել, քան թե այսօր կանք։ Եթե զուգահեռ ենք հասկացում Վրաստանի հետ, Վրաստանը ինքը ոչ բաննա ռուսների հետ, բաննա Աբխազիայի Օսետիայի կոնֆլիկտը ուրացել, ոչ Թուրքիայի հետ հակամարտությունները ուրացել, բայց ինքը կարողացել է երկու երկրների հետ ինքը նորմալ շփում ունենա, արդեն հիմա դուք կմանրամասն ասեք, թե ոնց է ստացվել այդ մարդկանց մոտ ու ոնց մեր մոտ չի ստացվել այդ ամեն ինչը։ Ես կներես Արոջան, ես քո այդ առաջին մասով ինչով եմ համաձայն, որ այս սովետական միությունը կառուցվում էր, այսինքն իրանք այդ 15 պետություններ, ուսուցում 12, հետո 15, արդեն գոյություն ունեցող հանրապետությունների հիմքի վրա եղան։ Ու եթե այո, եթե առաջին հանրապետությունը չլիներ, ապա տեսական է, որ Հայաստանը կարող է լիներ, ոնց որ ասենք, այդ Ռուսաստանի մարզերից կամ օկրուգներից կամ հանրապետություններից մեկը։ Ու այս մասով հա այլի վերադառնանք Արտուրեն մեր այսպես հիմնական թեմային, թե ոնց այդ առաջին հանրապետությունը կայացավ, այսինքն ցեղասպանությունից 3 տարի հետո գաղթականներ, այդքան զոհեր, պետք է արդեն նշենք, որ տղամարդիկ, այսպես ասած, հա, այդ 18-ից 60 տարեկան կամ ավելի մեծ շուրջ տղամարդկանց մեծամասամբ ոչնչացրել էին, սպանել էին, ցեղասպանության էին ենթարկել, ու այս պայմաններում հայտնվում են մարդիկ, ովքեր կարողանում են պետություն կառուցել։ Հայտնվում են մարդիկ Արամ Մանուկյանի, այսինքն օրինակով էլի ասենք, եւ Արամ Մանուկյանը, երբ որ այս թուրքը որ հարձակվեց, արդեն Սարդարապատ գյուղը որ գրավեց, ինչքան գիտենք Արամ Մանուկյանը ժողովրդին դիմեց եւ ասեց, որ այսինքն եթե մենք հիմա չհամախմբվենք եւ չտանք պայքար, ապա ուղղակի ոչնչանալու ենք։ Միգուցե այդ տարբերակը, որը նշվեց, մենք ընդունեինք իրենց բոլոր առաջարկները, պայմանները, հա, մեզ այս պահին օրինակի համար որոշ մարդկանց որոշ հատվածը չմորթեին, զուտ մենք մտածենք նրա մասին, որ մենք կփրկենք մեր ընտանիքը, մեր երեխաների, այսինքն չեն մորթի մեր աչքի առաջ, մեր կանանց եսիմ ինչ չեն անի, չեն սպանի, չեն բռնաբարի, մեզ էլ այսինքն տղամարդիկ են ընդ եսիմ գլուխները կախ չեն լինի եւ վերջում չեն մորթվի, միգուցե այսինքն որոշ տարիներ կամ ինչ-որ ժամանակ մենք ապրենք, մնանք, փրկվենք, բայց ինչքանով է դա կյանք եւ ինչքանով է նման կյանք, ինչքանով ունի գին, երբ որ դու արժանապատվություն ունես եւ դու ոչնչություն ես փաստացի եւ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը այն ժամանակ լսեց հենց Արամ Մանուկյանի այդ ելույթին համապատասխան շարժվեց եւ համախմբվեց եւ այդտեղ չկար արդեն տարբերություն նա հարուստ է, նա մշակ է, նա ինտելիգենտ է, մտավորական է, ինչ բոլորը հասկացան, որ այսինքն իրենք ունեն գոյաբանական սպառնալիք, այսինքն կամ փրկվում ենք ազգովի, կամ ուղղակի մենք ոչնչանում ենք, դառնում ենք կամ վիլայետ, լավագույն դեպքում մուսուլման եւ այլն եւ այսինքն ոչնչանում ենք։ Եվ մեր ամբողջ այս պատմությունը մեր ցույց է տվել, որ մենք քրիստոնեության համար պայքար ենք տարել շարունակ եւ քրիստոնեությունը մեզ հասցրել նաեւ նրան, որ մենք մնացել ենք հայ։ Եվ այդ ամենը հասկանալով մենք կարողացանք փրկել մեր ապագան, մեր ազգի այն մի հատված, այն փոքր հատվածը, եւ այսօր դրությամբ ունենք այն, ինչ ունենք, եւ դրա հիմքի վրա, որ մենք տարանք հերոսական պատերազմ պայքար Սարդարապատում, Ղարաքիլիսային, Բաշապարանում։ Sense շատ զգայուն հարց եմ ուզում տալ։ Հիմա դու կարևոր Վրաստանում ես ապրում, որպես հայր, այսինքն մարդիկ ինչ կարող են անել, որ պարտանան եւ ոչ միայն Վրաստանում, որ մարդը հայր, որտեղ տեղեր մենք տեսնում ենք, որ
մարդիկ հրաժարվում են իրենց հայրիներուց, բայց դա ուղիղ կապված է Հայաստան պետության թուլության հետ, երբ որ պետությունը թուլանում է, ինքը որպես ինքնասիրություն արժանապատվություն փոխում է, դրսում ապրողները իրանք մեխանիկորեն մենք հրաժարվում են այդ հայրենիքից, իրենց համար արդեն պատվաբեր չի։ Երբ որ արդեն հաղթանակներ են տանում, ինքը արդեն Ուզում ես մաս կազմես այդ հաղթական պետության։ Հայը 90-ականների տարբեր երկրներում, լինի Ռուսաստան, լինի Վրաստան, լինի աշխարհում ցանկացած երկր։ Ինքը լրիվ ուրիշ հայ է, որ մարդիկ իսկականից ցանկանում են հայ լինել։ Հիմա քո հայը լրիվ ուրիշ հայ է, ինքը շատ դեպքերում համաչում է հայ ասելուց, հիմա շատ բանա, որ այս գայուն բանը ես ուզում եմ որ բողի վրա դու ներկայացնես այդ բան, ինչա հնարավոր անել, որ այդ մարդիկ չհամաչեն իրենց հայրենիքից, ասենց ասենք։ Կներես շատ հետաքրքիր ճիշտ նկատողություն ես գիտեք Վրաստանը մի փոքր տարբերվում է ես նախ ասեմ որ առաջինը եւ երևի ամենակարևորը նա է որ Հայաստանը ինչքանով է հզոր եւ միգուցե օրինակ բերենք Իսրայելին, այո երբ որ պետությունը հզոր է քո պատմական հայրենիքը հզոր է դու ուզած ուզում ես կապ ունենաս այդ երկրի հետ դու այսինքն հպարտանում ես արդեն դրանով երբ որ մենք ունենք երկու պետություն ինքն կար Արցախը անկախ Արցախը դա մեծ ուժ է ներշնչում այն մարդկանց ովքեր որ այս ամենը գիտակցում են եւ իրենց ուսերի վրա դեր են վերցնում պայքարելու եւ ինչ որ հայկական հարցերը առաջ մղելու համար դա մեզ ուժ է տալի որովհետեւ դու բարձր ես դու հասկանում ես որ դու ունես Արցախ դու հաղթանակած պետության մաս ես ազգի մաս ես եւ այնպեսի հաղթական որ այսինքն դու հասկանում ես որ այն ժամանակ դու կռվել ես եւ քեզնից մի քանի անգամ ավել ռեսուրսներով մարդկանցով եւ մարդկանցով ժողովրդի հետ եւ դու հասցել ես եւ դա շատ մեծ հոգի տալի անձամբ ինձ եւ լիքը մարդկանց բայց Վրաստանում կան նաեւ այլ նյուանսներ որովհետեւ չգիտեմ ոնց որ Վրաստանը այդքան սփյուռք համարելը դժվար է որովհետեւ դա սփյուռք չի բացի այդտեղ հայերը միշտ ապրել են ցեղասպանության հետևանքով առանձնացված դարեր շարունակ այսինքն մեր պատմությունները միշտ կապված են իրար հետ այդտեղ հայերը միշտ բնակվել են այդտեղ թագավորական կապեր ա այդտեղ ժողովրդի մեջ այո կապեր ա եւ նրանց բացի որ Հայաստանը պետք է ուժեղ լինի իհարկե ուժեղ լինի եւ ինչ որ ռազմավարական տեսլականներ ունենա Վրաստանի նկատմամբ որովհետեւ այս տարածաշրջանում Վրաստանը մեզ Հայաստանի համար եւ հայ ժողովրդի համար կարևորագույն երկիրն է բացառից որ երկու քրիստոնյա ազգեր են այո դրանից բացի այսինքն միակ եղբայրական ազգեր է եւ մեր մեջ ովքեր հազարամյակներով այդ պատմությունը գալիս է այդ ճշնամիների կողմից է հաջողվել որոշ մասով այս ծերունների մեջ մտցնել իրար չեք ասի ավելի որոշ սերունդի որոշ ներկայացուցիչների մեջ այս ատելության հարցերը եւ դա ազդում է նաեւ ժողովրդի հայ բնակչության վրա որոնք արդեն որոշ մասով գիտելիքներ ունեն գիտելիքների պակասություն ունեն օրինակ հիմա երբ որ քեզ անընդհատ հարուցում են որ սա սենսա դու վատն ես դու այլ քրիստոնյա ես դու զերբքրիստոնյա Վրաստանում շատ ակտիվ տարածում են Բաղրամյան բատալյոն Բաղրամյան բատալյոնը որ Հայաստանի ինքնապաշտպանության ապրեն բնակվող հայերը ինքնապաշտպանվել են խորանում նրա մեջ որ լիքը լսում որ այդ Բաղրամյանը ով է եղել նույնիսկ չեն խորանում նման բաներ կա ասում Բաղրամյանը կռվել է այսինքն սենց ու այդ ճշնամիների արտասանքներ արել շարունակել մեր երոխանաչի եկալության իրանք երբ որ Շևարդնաձեի կողմից առաջարկվեց որ զորք մտցվի մեր հանրապետության առաջին նախագահ հրաժարվեց ասես մեր եղբայրական ազգերը բացառված է որ այդպիսի բան ունենք որովհետև այսօրվա այսօրական շահը
լավնի գայթակղվեն բան։ Բայց վերացի ժողովուրդը բայց երբեք չի ների։ Ուղղակի այդ հատվածները պետք է ասի։ Ուրիշների նաև ուզում ասեմ Հայաստանի այն պետությունն է եղել, մենք շատ ժամանակ շատ կարճ ժամանակում մոռացանք թե ինչ երկիր է։ Հայաստանը երկիրն է եղել, երբ որ Վրաստանի նախագահն էր ասում ինքը ուրիշտեղ չփախավ Թուրքիա, չփախավ Ռուսաստան, չփախավ Ամերիկա։ Գամսակության եկավ Հայաստանում իջևան փախավ, իշխանական իշխանությունը փոխել։ Դրա մասին շատ քիչ է խոսում։ Եվ դրանից հետո հարաբերությունները չփչացում այդ երկրի հետ Վրաստանի հետ։ Նայեք, այսինքն ինչ երկիր ենք մենք եղել։ Մենք այսօր ինչի ենք վերածվել։ Այդ դրանից հետո այդ փառահեղ երկրից հետո մենք հիմա այսօր ինչի ենք վերածվել ու այս խեղճատակությունը ինչքան է շարունակվելու ու ոնց է հնարավոր որ հայը վերականգնի իր պատիվ իր արժանապատվությունը ինչ է հնարավոր։ Ես այդ եմ ուզում։ Այս մեծ հարկավոր է դեպքները մեր ժողովրդի մեջ ավելի չէ ճավախահայության մասով չէ ասի թե բավականին այս մարդիկ մեգա մի շրջապատում մեջ որ շփվում են ապրում են իրանք ավելի կոմպակտ են այս թիվիզը հայության խնդիրը նա է որ իրենք ապրելով մի քանի 100 կիլոմետր Երևանից իրենք ծանոթ չեն Հայաստանին եւ իրենց ազգին իրենք չեն նույնիսկ ցանկություններ չեն ունենում իմանալ ով են իրենք ինչպիսին է հայ ազգը այդ դա է մեր խնդիրը դա չգիտեմ երևի էլի ուժեղ Հայաստանի շնորհիվ միգուցե դա պետք է լուծվի ու մի դիտարկում են անում որ հիմա դու տեսնում ես հիմա Facebook-ները թե մարդիկ հայերի մեծ մասը ինքը Instagram-յան էջերում եւ իրանց ինքը իսկույն պատմություններ Վրաստան այցերի մասին լինի Թբիլիսի լինի Բաթու մի ոքի հագարացի տեսերես որ բայց հավետամատությամբ ասենք մի 50 անգամ օրինակ երևի տարբերությունը շատ հայերը Վրաստանի հայերը որ հաճախ են գալիս Թիֆլիսի հայերը Թիֆլիսի հայերը գալիս են նրան այսինքն պարզա կապ կա բարեկամական կապեր կան եւ այլը բայց ոնց որ թե մեկը ինչ որ մի sense գից կա իրանց մեջ որ այդ սերը չկա Իրենք հոգևոր կապ չեն ընկալում Հայաստանի հետ։ Բարեկամ ունեն կգնան եւ այլն։ Բայց դա լավ ասեցի որ պրակտիկս վերջերը ես նկատում եմ բլոգերներ եւ այլն, այս վերջերը արդեն հայտնվել են նրանք ովքեր առայն գային միջև գալիս էին ընդելի ու էլի եկեղեցիների թեմաներով էին շոշափում եւ այլն հակահայկական էին այո ավտալան լորին եւ այլն բայց հիմա այս վերջերը արդեն հայտնվել են բրազիլ բլոգերներ ովքեր որ գալիս են նկարահանում են դեսնունդի թեմաներ միշտերնում այսինքն անկապ ճուճելա եթե միջեր հաճախորի որ ինչ որ մի հիմար տարար մի բան գրեր ասել ու այդ տարածում ամբողջ ազգը որոշելա ասում որ սա մերն է եւ այսինքն հիմարությունների վրա ու որը միանշանակ է համոզված որ սա մեր հենց ճշնամիների կողմից այս ամենը մտցվեց չկա լուրջ ձևով եւ այս նրբու թեթև բաները ազդում են մեր ավելի կարեւոր հենց հարցերի վրա որոնք մենք չենք կարող հետո արդեն հաղթահարել Կտալու ընկալում է ստեղծում երկու ժողովուրդների մեջ միմյանց մասին ավելի մրցակցային կամ ինչ-որ բացասական երանգով բայց իրականում դրա տակ բան չկա Բայց այդ դեպքում պետք է ասում հանրացածը գնահատել այն շահագրգիռ կողմերի ուժերը, որ իրանք կարողանում են անգամ այդ տարական մակարդակում, հա, շուտ լինի կենցաղային, անգամ եկեղեցական մի քիչ ավելի լուրջ է, բայց այդ սննդի հետ կապված կամ պատմական ինչ-որ թեմաների հետ կապված կարողանում են այն ամենափոքր հարցն շատ լուրջ խնդրեմ սարքել, որը կարող է այսօր չի երևում կամ թվում է լավ, դա ինչ-որ մի հատ բլոգերա կամ չգիտեմ, ինչ-որ քննարկումներ անցկացնում, բայց 5, 10, 20, 50 տարվա հեռանկարում դա ձևավորելու անկալում սերունդներ են մեծանալու ովքեր միմյանց մասին ունենալու են կարծիք նաև այդ թեզերի հիման վրա կներես Լեոն ջան բայց երբ որ նման բլոգերը ինչ որ հակա վրացական կամ հակահայկական վրացի բլոգերը կամ ինչ որ զուտ ինչ որ միանց կամ ինչ որ fake edge բանկցում է դա ինքան դու հավաքում որ այսինքն ոնց որ մտածում ես ոնց է մարդը ինտրիգաներ են ընտրում որ իրար ատեն այսինքն երբ որ լավ բան է արվում այդքան չի տարածական բարեկամ չէ ընդ թեմա պետք է եղնի եկեղեցին որ սկսեն իրար դե էլի սա գալիս ապացուցելու են որ երկու ժողովուրդների մեջ կա իրար չճանաչելու եւ չհասկացվելու հետևանքով այդ որոշակի զգուշավորության կամ բացասական ընկալում հերիքա մի հատ թեթև կայից
մի հատ եկեղեցու թեմայով, մի հատ ինչ-որ մեկ այլ կենցաղային թեմայով, ու միանգամից դա տարածվում է, դա պայթում է։ Այսինքն այստեղ ես եմ հասկացա, որ հայ ինքնությունը պատմի միակ տարբերակը, որ մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը ճշմարիտ ներկայացնելն է ու մեր մշակույթը ինչ որ ձևով օտարների ներկայացնելը կարող հայը։ Եթե բան է գաղտնիության շղար մանիպուլյացիաների դաշտ է ստեղծել։ Այստեղ ես գիտես ինչ կուզեի նշել, որ տեսեք մենք խոսացինք, չէ, որ Հայաստանը եւ Իսրայելն են մի քիչ այդ առումով իրար նման, որ ավելի շատ, այսպես ասած, ավելի մեծ սփյուռք ունեն, քան բուն մարդիկ են ապրում տվյալ երկրում։ Երբ որ օրինակ Հայաստանի վարչապետը կամ շայլ իշխանության ներկայացուցիչները գնում ու ասում են, որ կոպիտ ասած դուք Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպայի ինչ-որ X երկրի քաղաքացի եք ու մենք իրավական պարտավորություն չունենք ձեր առաջ։ Շուտ տեսականորեն թվում է թե հա, տրամաբանորեն ճիշտ է ասում, բայց դեպքում բայց ինչի է Իսրայելը օրինակ երբեք այդ թեզերը չի հնչեցնում։ Մեզ ուրեմն կամ ոչ թե համայնքից պետությունից համայնք կապի։ Հակառակ process-ն է։ Այստեղ ու հիմա գանք, տեսեք, եթե համայնքը կարևոր չլիներ, ու եթե այսօրվա այդ նարատիվները իրական լինեն, ապա Ադրբեջանը երբեք չէր պայքարի, որովհետև եթե մենք օրինակ այդ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Ղարաբաղյան կոնֆլիկտը միշտ ասենք, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իրանք են ասել են դուք էլ սփյուռք ունեք։ Այսինքն հայկական սփյուռքը մոտարապես այնքան ռեսուրս է եղել, որ պարտադիր չի մենակ քանակով կամ ֆինանսով լինի։ Քաղաքական նույն ասենք ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում իրանք կարող են լուրջ քաղաքական որոշումների կայացման հետևում կանգնել 907 բանաձև, որ ասենք Ադրբեջանին զենք երկարտաներ ԱՄՆ-ն չէր վաճառում, էլի հայկական լոբիի համայնքի իվական բան չի եղել է պետության քաղաքականության։ Մենք կարող ենք համաձայնվել, որ եղել է շահերի համընկնում, այսինքն նույն ԱՄՆ նախագահները, ովքեր 1.5 միլիոն հայ բնակիչների ձայները ստանալու համար կխոսային, որ ցեղասպանությունն ենք ճանաչելու, չհամաձայն։ Ինքը սփյուռքը ահռելի մեծ իհարկե, բայց այդ սփյուռքը ամբողջությամբ կախված է Հայաստան պետության ուժեղությունից ու իր ռեսուրսների ներգրավումից։ Այսի պետք է եթե բայց սփյուռքը նաև կարողացել է համախմբվել լինի, երբ որ մենք անկախ եւ պայքար կարել է։ Դե ժամանակ եկեղեցին է, այսպես ասած, առաջին պետության ֆունկցիան։ Կառույց պետք է, որովհետեւ ինքը իրան սեպարատ, ինքը իրանով ինքը տարբեր երկրներով չկա ղեկավարող մարմին, մարմին չի կարող ուղղակի ինքը ասես սփյուռք ես կան հայտնիքա ինքը իրան ինքնակազմակերպ։ Հենց հնարավոր չէ։ Ինքը կազմակերպող է պետք ու պետական ծրագիր է։ Լուրջ հստակ մշակված պետական ծրագիր, որը որ ըստ երկրների պետք է կարողանա իրար։ Այո։ Չէ, համաձայն եմ, բայց ամեն դեպքում էլի եթե վերադառնանք այդ սկզբնակետին, մենք հիմա դադարել ենք սփյուռքը գնահատել որպես գործոն, որպես այդ այն ռեսուրսը, որի մասին խոսում ենք։ Իսրայելը երբեք դա չի արել։ Ու նաև օրինակ ԱՄՆ-ս աջակցությունը Իսրայել պետությանը նաև իսրայելական լոբիի հետևանքն է, այսինքն ասած երկկողմանի կապ է, պետությունը աշխատում է իր սփյուռքի լոբիի հետ, որը տեղում աշխատում ԱՄՆ իշխանությունների հետ ու այդ այսպես պտուղները վերադառնում են, հա, այդ աշխատանքի։ Իսկ մենք ուղղակի ինչ-ինչ պատճառներով, լավ հիմա շատ չխորանանք, որոշել ենք, որ չէ, օրինակ տվյալ հայը Ռուսաստանի քաղաքացի, ԱՄՆ քաղաքացի, Ֆրանսիայի քաղաքացի, ինքը մեր հետ որևէ կապ չունի։ Ու մենք ուղղակի մսխում ենք այդ ռեսուրսը։ Մենք ուղղակի զրոյին ենք հավասարեցնում։ Բայց ես գիտեք ինչ թեմայի կուզեի նաև անդրադառնալ։ Մենք Վրաստանից շատ կարճ խոսեցինք, արդեն հաշվի առնելով որ դու նաև Վրաստանից ես եւ Վրաստանի հայ համայնքի ղեկավարն ես եղել նախկինում։ Մենք շատ թրոցիկ ասենք, որ վրացիները քաղաքականապես ավելի հասուն են եղել։ Այ օրինակ ո՞նց է իրանց հաջողվում, տես եւ Թուրքիա եւ Ադրբեջանը ունենալ ռազմավարական հարաբերություն, այն դեպքում, որ իրանց պատմության մեջ էլ եղել են պատերազմներ, ընդհանուր միջև ասենք այսօր Վրաստանում նշվում է Թուրքիայի հետ Դիդգորի ճակատամարտում տարած հաղթանակը, այսինքն ո՞նց են իրանք կարողացել այդ այսպես թշնամանքը հակամարտությունը բերել խաղաղության դաշտ, բայց դա ամենակարևորը ոչ այն ճանապարհը, որ մենք ենք անում, որովհետև մենք գնացել ենք մոռացության, հա, ազգային ինքնության մոռացության ուղիով գնում ենք։ Իսկ իրենք կարողացել են եւ իրենց արժանապատվությունը պահել, եւ հիշողությունը չմոռանան, եւ կառուցել նորմալ հարաբերություններ։ Եվ նաեւ Ռուսաստանի
այսօր էս Եվ նեւ հա, այսօր իրանք դեռ ունեն չլուծված կոնֆլիկտ Աբխազիայի Հարավային Օսիայի, բայց Ռուսաստանի հետ որոշ հարցերում մենք դու միջով կարող ավելի լավ հարաբերություններ ունենանք, քան Հայաստանը։ ասի հիմնական հարցը։ Դուք հիմա որ ասեցիք լավ հարաբերության վրա մեջ են միգուցե իշխանությունները նկատի ունենան, որովհետև եթե ժողովրդի մոմենտով մենք նայենք, ես չեմ համաձայն դեռ, որովհետև Վրաստանում հակառուսական տրամադրությունները բավականին ավելի խորն են եւ լուրջ են, քան օրինակ Հայաստանում։ Հատկապես երիտասարդության շրջան, որովհետև դրա այդ ուղղությամբ երկար տարիներ շարունակ Սաակաշվիլի ցած բավականին լուրջ աշխատանք է տարվել, որ հակառուսական տրամադրություններում դեպլյուս այս ամենին իհարկե պատճառ ունեն հայ կողմից պատերազմը, որը այսինքն այսքան մեծ երկար ժամանակ չի անցել դրանից եւ այսինքն այդ ծերունները դա հիշում են եւ դաստիարակվել են դպրոցում դաստիարակվել է հակառուսական կառուցությունը եւ այլն եւ այսօրվա իշխանությունների քաղաքականությունը դա ավելի պետականամետ քաղաքականություն էմոցիոնալ առումով իրանք հակառուսական են, բայց ասում որ ճիշտ քաղաքականությունը ես չի ասում որ ռուսական քաղաքականությունը տանում կամ ինչ ինքը ձևացնում է իր քաղաքականությունը որ իշա հրած պետությանը այսինքն ինքը կարա եւ նաեւ կապ ունեն այսօրվա դրությամբ ինչ որ շնորհավորի կամ ցավակցի կամ գնա Պարսկաստան վարչապետը բայց ինքը նաեւ ունի բավական լավ հարաբերություն Ամերիկայի հետ ես վերջերն էլ հերախոսազրույց է ունեցել այսինքն ոնց որ իրանք աշխատում են այն ուղղությամբ որ երկու ինչ որ կողմի հետ ունենան նորմալ հարաբերություն նույնը ստացվում է իրենց մոտ Թուրքիայի պարագայում ես անգամ ուրիշ ձև կասեի Վրաստանը այն ճիշտ ուղու մեջ է որ փոքր պետությունները չեն կարող թշնամիներ ունենան իրավունք չունեն հա իրանք շռայլություն պետք է իրենց արժանապատվությունը նայել ու իրանք փորձում են բոլոր իրենց թե հարևանների թե ավելի հեռու գործընկերների հետ հա ասենք աշխարհագրորեն ավելի հեռու գտնող գործընկերների հետ պահել նորմալ հարաբերություններ այո սեփական պետության ժողովրդի ազգի արժանապատվությունը պահելով բայց նա սեփական պետական շահը պահպանելով ու վերադառնալով Կոստանդնային ու ավարտելով էլի գալիս ենք նրան որ վրացիները բարձր իդեա ունեն որ իրանք իրենց համարելով եվրոպական ազգ կամ իրանք մեծ ազգ այսինքն իշխանական տողների վերականգնող իրանք փոխում են շարժվել մեզ հիմա մի փոխար հիմա մենք իդեան չի երիկում ամբողջ ազգով փորձենք ոգևորվենք որ մենք նույնիսկ այս ողբերգությունից հետո շանս կա վերականգնվել արժանապատվության վրա եթե 15 թվականից հետո մենք կարողացել ենք պետություն կառուցել ապա հիմա էլ եղած պետությունը գոնե պահել պետք է փորձենք ու պետք է աշխատենք դե բայց օրինակ քո ասածին հակադարձելով ոչ թե շարունակելով որ հիմա հենց պետությունն է տանում այդ արժանապատվությունը հիշողությունը ոչնչացնելու ու մեզ սպառողական հասարակարգ ձևավորելու ինստիտուտը այսինքն տարբեր մի բան ասեմ այսինքն մեր մոտ որ չկալու են որ այսինքն մենք համեմատում ենք Սամաչավետ Օսեթիայի Աբխազիայի եւ այսինքն ցեղասպանության урացումը որտեղ այսինքն վրացիներին այսօր դրությամբ մենք զուտ համեմատենք Ռուսաստան եւ Թուրքիայի պարագան իրենք չեն մորթել մեզ մորթել են եւ մենք կարանք ավելի համեմատեինք Ղարաբաղը եւ Աբխազիա Օսեթիան եւ այդտեղ էլ ասեմ որ Վրաստանում շատ լավ էլի Ադրբեջանի կողմից այդ աշխատանքի հետևանքով եւ Թուրքիայի իհարկե վրաց հասարակության մեջ չի հաջողվել մեր կողմից այսինքն հայկական թեզը տանել որ այսինքն այն ժամանակ ինչպես մենք կարողացանք պատմական արդարություն բանել եւ վերադարձնել մեր պատմական հողը այսինքն Արցախը նույնպես վրացին պետք է այդ պատմական արդարությունը վերականգնի եւ վերադարձնի Աբխազիան եւ Սամաչավետ Օսեթիան մեր Վրաստանում ընկալվում է Արցախը որպես սեպարատիստական բան եւ այդտեղ է մեծ բաց թողումը միգուցե այդքան դիվանագիտություն այո եւ նաեւ ինչու՞ չէ
այնտեղի հայերի ես ինձ եմ դրանում մեղադրում, որովհետև մենք այդ շրջափակման օրերին էլ մեզ ճղում էինք արդեն վերջերս սկսում էինք փորձում էինք մարդկանց հասցնենք, որտեղ լրություն էր, մեռած վիճակ էր մեր հարևանությամբ, այսինքն Վրաստանի հարևանությամբ մի 300 կիլոմետր համարյա բանով, եթե Ադրբեջանի բանով նայենք, այսինքն այնտեղ մարդիկ սովից մեռնում էին եւ Վրաստանում ոչ մի լրատվամիջոցներում լրություն էր եւ դա փորձում ենք ճեղքեինք։ Այո, այդ թեմայից չխոսային։ Հա, եւ այսինքն նաեւ այն էր, որ այսինքն վրաց հասարակությունը դա անցալում էր որպես սեպարատիստական ինչ-որ ռեգիոն եւ դա ցավալիորեն կապում էր Աբխազիայի եւ զուգահեռներ էր տանում, որ դա սիրտ այդքան չէր ցավում դրա վրա եւ դա երևի ամենամեծ ցախողումն է մեր ընդհանուր Վրաստանի հետ հարաբերության մեջ Արցախի թեմայով։ Մի հարցի շուրջ էլ ուզում եմ խոսել, մենք շատ այդպես բարձր հարցեր քննարկեցինք, ոնց որ Լևոնն էլ ասաց, մենք հիմա մեր խնդիրը վերացարկվելը չի, մեր երկիրը ավելի հասկանալ է հողի վրա կատարվող իրադարձությունները։ Մենք որ համեմատում ենք Վրաստանի հետ, մենք մեզ այդ համեմատությունը շատ հետաքրքիր է վրացիների վրա ժողովրդի ունեցած զգացմունքները եւ վրաջո վերաբերմունքը իրանց սրբություններին, իրանց արժեքներին, իրանց կրոնին, իրանց եկեղեցուն, էդի ոնց է կատարում, իսկ միգուցե շան գլուխը թաքնված է նրանում, որ մենք այդ փառաբանել չունենք, մեր այդ արժեքները, վեհությունը կարող է նույնիսկ չափազանցված ձևով, իսկ վրացիները իրանք կարողանում դրա համար են այնպես բարձր կարողացել պահել ամեն ինչը, կարող է Այդտեղից պետք է սկսել։ Ընդ որում հավանականության այս թեմայով էդ էլ կա այդ պատմական ոնց որ հարևանության մեջ միշտ կա որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եղել, վրացիները միշտ նաև մեզ այսպես ասած տենց մրցակցության մեջ են մտել ասած։ Ուղղափառ տարբերությունները նաև բանը վրաց հոգևոր առաջնորդի թաղմանը մեր հոգևոր առաջնորդին չթողնելը դրանով ինչ վրացիները ոնց են տեսնում այդ ամեն ինչը, իրանց համար դա ինչ է կատարվում։ Գիտեք, այդ ժամանակ, երբ որ Իլիա II-ը մահացավ, լուրերը, որ Գարեգի վեհապարին չթողեցին Վրաստան, այսինքն չթողի Վրաստանը Հայաստանից դուրս չթողեցին, բավականին լավ տարածվեց, բոլորը դա գրում էին եւ մարդիկ չէին հասկանում, որտեղ վրացու համար Քրիստո, այսինքն վրաց հասարակությունը այնպիսի խորացած է այս քրիստոնեության մեջ իր հավատքի մեջ իր համար դա անհասկանալի էր եւ կոմենտները որ կարծում ասում են ոնց այսինքն ոնց կարա նման բան լինի ես ձեզ ավելին ասեմ երկրի իշխանությունները առնողի եւ չթողի հապարին չթողնի ասենք երկրից բացակայել գնալ հայվան երկրի կան նաեւ որոշ դիմադիր հայացքներ ունեցող մարդիկ որոնք իմիջիալոս ես կկապեի իրենց այսօրվա ստեղի իշխանությունների հետևորդների են ակտիվ են հետևորդներին, որոնք ասում էին դե մի հատ էլ սենց վարչապետ մեզ ուղարկեք ստեղ Վրաստան, որ մեր սրբությունները մեր եկեղեցինոց փրկի ազատի։ Էդի Դեպēc մենք մարգինալ ենք թվում։ Այո, էդի այն ժամանակվա այն դեր Սահակաշվիլի ժամանակ երբ որ ինքն էլ նույնպես սկսեց իր պատերազմը եկեղեցու դեմ, փորձեց փոխի այս եկեղեցում իր իշխանությունը դնի զուգահեռները։ Այո, միանշանակ ես այդ զուգահեռները տենում եմ, այն ժամանակ սկսվել էր պատերազմ եկեղեցու դեմ, Իլիա II-ի նկատմամբ այնքան կեղտեր էր ուղղված որ այսօրվան այն ինչը այսօր Հայաստանում է կատարում, դա հեչ է, դրա հետ համեմատելու չի։ Բայց Իլիան վրաց ժողովուրդը այնքան իմաստուն դուրս եկավ այս հարցում, որ իրենք ուղղակի թույլ չտվեցին։ Այնպիսի երթեր կատարվեց, անցկացվեց այդ ժամանակ եւ իրենց աջակցությունը այո Իլիայի նկատմամբ այնպիսի աջակցություն ցուցաբերվեց, որ ուղղակի ցախողվեց այս ամենը։ Եվ այստեղ նույնպես եթե համեմատենք ես չեմ հասկանում ոնց կարար օրինակի համար այն որ հիշում եմ շատ եմ զայրանում այն ժամանակ երբ որ Սարդարապատ վեհապարին չեն թողում մուտքը
Պատմածը մի այն ժամանակ մի պահ պատկերացրեցի նման մի բան լիներ Վրաստանում ժամեր կտևար կփոշիացնեն չէր լինի ուղղակի նենց հեղաշրջում կլիներ որ այսինքն ոնց մեր սրբությանը մեր մարդիկ ընդ կարան իրանց ֆանատիկ համարեն որոշ մարդկանց եւ այլ ինչ բայց մարդիկ ունեն արժանապատվություն եւ իրենց հավատքի մեջ իրենք շատ խորացած են վերադարձանք ինչ պատտվում են գալիս է արժանապատվության այո ազգային արժանապատվությանը ինքնասիրությանը եթե դա թույլ տվեցի արդեն ամեն նաեւ այսօրվա իշխանությունները Վրաստանի այսինքն իրենք հակառակը ամենցև փորձում են այդ ինստիտուտը բարձր պահեն եկեղեցու եւ ժողովրդի մեջ էլ իրենք դրանով են նաեւ իրենց առաջ մղում ժողովրդի աչքի մեջ բարձրացնում որ մենք մեր դարավոր մեր ամենահին ինստիտուտը պահում ենք եւ այսինքն երբ որ տեսնում ես թե ինչ է կատարում հակառակ կողմը ստեղ Հայաստանում այդ ուղղությամբ դե բայց օրինակ այդ զուգահեռները որ անցկացրեցինք մենք էլի ենք քննարկել Փաշինյանի ու Սաակաշվիլի նմանություն հա երկուսը տենց հեղափոխած դա որ նայում ես նույն բանով փողոցով իշխանության բայց այդ դեպքում ի՞նչն է տախի իրանք երկուսն էլ պարտվեցին եկեղեցու դեմ իրենց պայքարը Սաակաշվիլին ամբողջությամբ պարտվեց իշխանություն կորցրեց Փաշինյանն էլ էս փուլում առնվազն հաջողությամբ Սաակաշվիլին իշխանություն կորցրեց պատե բանի Օսեթիայի պատերազմից հետո հաջորդ ընտրություններում Այդտեղ չգիտեմ ինչքանով դա կարա զուգահեռ տենց բան լինի, բայց այսինքն բայց հատկապես հենց այդ երկրորդ իր իշխանությունը 2008-ից 12-ին ինքը իշխանությունը կորցրեց, նաև որովհետև մինչ այդ սկսել էր եկեղեցու դեմ արշավը։ Այո, այսինքն դա շատ ծանր արժեք է։ Դե հենց այդ զուգահեռություն եթե տանենք, միգուցե ավելի բան նոտայով վերջացնենք, որ էլի քրիստոնեաբար վերջացնենք, էլի նավը լեռան վրա նոյի նավի խորհրդով, որ մեր վերածննդի համար ու Աստծո օգնությամբ ինձ թվում է մեր ժողովուրդն էլ հավատի կգա ու այն մարդիկ ովքեր որ մեր ինքնությունը փորձում են ոչնչացնել, իրենք իրենցով կոչնչանան։ Այո, տարբերակ չկա, դա եթե չեղավ ուղղակի նաև Արամ Մանուկյանն ինքն իր կյանքով իր կյանքի գնով, ուղղակի մարդիկ են պետք, որոնք որ չվախենան պայքարից։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ էլ մերսի այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։